Այսինքն այս բաները արդեն սովորական բան է։ Այն ժամանակ ով հույս կունենար, որ իր ավելացել է, մեկը համարցակվեր մտքով անցներ, որ այդ հին պարտքերը պետք է վերադարձվեր։ Այ հարկային տերորը այդ ժամանակ կտենային։ Էլ չեմ ասում պաշտոնյաների այդ բլոտ կրվելուց հետո ինչ էր տեղի ունենում, ասենք հաջորդ օրը սպեցնազը մտնում էր բան։ Հիմա ով է հիշում է դրա մասին ընդհանրապես։ Ով է հիշում դրա մասին ընդհանրապես։ Ով է հիշում, ում կհավատացնես, չի եղել տենց բան ընդհանրապես, չի եղել։ Բանա, դա բանա, միֆ է, չի եղել։ Համեցեք, պանով այն։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ուզում եմ հիշեցնել եւս մեկ բան, որը սովորական է դարձել մեր կյանքում, դա շահութահարկի դրույքաչափն է։ Չկներեք ոչ թե պաշտոնյային կրվելու, այլ կրելու համար։ Հա, այս կարևոր է, որովհետեւ ոչ թե պարտվելու, այլ հաղթելու համար բլոտով։ Դե ինչ դուխ ունես, որ բլոտով, ասենք, ենթադրենք պետեկամուտների կոմիտեի նախարարին կամ ֆինանսների նախարարին բլոտով կրես, ձեռես առել դու ընդհանրապես։ Մի բան էլ կա, պարոն վարչապետ, որը շատ սովորական է դարձել մեզ համար, դա շահութահարկի նվազեցված դրույքաչափն է, որովհետև մենք շահութահարկի դրույքաչափը 20%-ից իջեցրել ենք 18%, եւ օրինակ եթե հաշվենք, թե որքան ավել կվճարեին մեր տնտեսվարողները շահութահարկ, օրինակ 2025 թվականին եթե լիներ 20% դրույքաչափ, դա ավելի քան 45 միլիարդ դրամ կլիներ, այսինքն դա եւս մի աջակցության ձև է, որով մենք այդ փողը թողել ենք մեր բիզնեսի մոտ, իրենց տնտեսական գործունեությունը ավելի արագ զարգացնելու նպատակով։ Դե այդ բաները պետքա հասկանեք, այդ բաները պետքա ասել։ Որովհետեւ դա տենց էլ պետքա լիներ։ Հիմա ով է հիշում, որ շահութաբանի եկամտային հարկա նվազեցվել, շահութահարկա նվազեցվել եւ այլն, ով է հիշում, որ միկրոբիզնեսի չնայած ի պատիվ պետքա ասեմ, այն օրը Աղավնաձորի կամ Արփիի, որովհետեւ այդտեղ էլ հարց ծագեց, այդ Արփիի շուկան է, թե Աղավնաձորի շուկան է, պետքա շնորհակալությամբ արձանագրեմ, որ այնտեղ աշխատող կանանցից մեկը շատ հստակ դա արձանագրեց, բայց էլ եմ ասում, չնայած այդ էլ նորմալ է, որ մարդիկ դա ընդունում են որպես հենց այդպես էլ պետքա լիներ, համեցեք բան Գրիգոր։ Ուղղակի առաջարկ, պարոն վարչապետ, ես կարծում եմ մենք ստեղ ազգային ժողովում քննարկումների փուլում կարող ենք մի կետ ավելացնել, որ այս շեմը քրեականացման ենթակա վարույթ քրեականացնում է, եթե նախորդ տարվա վճարված հարկերի X%-ից ավելը։ Չէ, ինքը փաստ օբյեկտիվ է, դատողության չենք կարող ասել, որ վտանգավոր կլինի, եթե ասենք, որ այս իրադրությունը գնահատելիս նախաքննության մարմինը հաշվի առնում բանը նախորդ տարի վճարած հարկերի ծավալը եւ սրա Վարչապետ, տեսեք, իմ միտքը որն է, էլի ես ուզում եմ բացահայտեմ։ Հիմա մենք սահմանում ենք դիսկրետ չափ, այս ամեն ինչ որ արվում է, ճիշտ է արվում եւ ճիշտ է դա։ Բայց մենք սահմանում ենք դիսկրետ չափ, այդ դիսկրետ չափը խոշորի համար մի թեմա է, այսինքն արարքի մասնակիցների թիվը ու հանգամանքները այլ են, որովհետեւ ես ասեմ, եթե մենք ունենք հարկատու, որը նախորդ տարի 5 միլիարդ հարկա վճարել կամ 10 միլիարդ, իր մոտ այդ 30 միլիոնի կամ 45 միլիոնի խախտումը մեծ կոլեկտիվի գործողությունների հետևանք է ինչ-որ։ Այսինքն այդ արարքը շատ դիվերսիֆիկացված է եւ այլ եւ այլ։ Եվ մյուս կողմից էլ ես նայում եմ 5 միլիարդ հարկ վճարողին ասել, որ 30 միլիոնանոց խախտումը X շեմա, որը քրեականացնում է, ես կարծում եմ մենք ցույց չենք տալի, որ շատ լոյալ ենք բարեխիղճ ու խոշոր հարկատուների նկատմամբ։ Դա իր համար ակնհայտորեն դառնում է գլխացավանք մեկ։ Երկրորդը, որ ես վստահ եմ, որ 5 միլիարդ հարկ վճարողի նկատմամբ վարչարությամբ այդ գումարները շատ արագ կարելի է վերականգնել, որովհետև ոչ մի 5 միլիարդ վճարող հարկ 30 միլիոն դրամի միտումնավոր խախտում չի անի, դա ուղղակի եկեք մեր հարկատուներին էլ վերաբերվենք նենց, ոնց որ իրանք կան։
Եվ այս իմաստով ես զուտ որպես առաջարկ կարծում եմ ԱԺՓ-ում կարելի է քննարկել, որ մի հատ ավելացնել ոչ ավել, քան նախորդ տարվա վճարված հարկերի X%, եւ ես կարծում եմ դա կաշխատի։ Տիկին Գալյան։ Շնորհակալություն։ Իհարկե ես դեմ չեմ առաջարկները քննարկելուն, բայց ուզում եմ ասել, որ իմ պատկերացմամբ այդ հարցերը պրակտիկայում պետք է լուծվեն։ Ինչու՞, որովհետև եթե օրինակ իրավասու մարմինը գործ ունի խոշոր հարկատուի հետ եւ փաստացի չի վճարվել փոքր չափով հարկ, ինչը հատում է քրեորեն հետապնդելի արարքի շեմը, այստեղ ուղղակի պետք է քննարկվի դիտավորությունը արարքի կատարման հետ կապված, այսինքն մենք այդտեղ շեմերի խախտման կամ այլ այստեղ խնդիրը հետեւյալն է, որ դիտավորությունը քննարկվի, պետքա քննություն արվի։ Պետք է այդ մարկանց ծանոթագիր տան, կանչեն, քննեն, հարցաքննեն, փորձաքննություն անեն, անեն։ բայց Կա առանց այդ ամեն ինչի անելու տարբերակ։ Չեն անում։ Տեսանկյունից քրեական օրենսդրությունը պետքա շատ որոշակի լինի։ Իսկ մնացած հանգամանքները, որոնք գործով պարզման ենթակա են, թողնվեն քննությանը։ Այդ թվում քննություն ասելով նկատի ունեմ վարչարությունը։ Եթե վարչարություն փուլում հնարավոր լինի դա լուծել, դա ընդունելի է։ Պարոն վարչապետ, եթե հատկանիշներ չկան, որ դիտավորությամբ արարք կատարելու մասին, այսինքն չարամտորեն հարկ չվճարելու մասին տվյալներ չկան, հաղորդում էլ չպետք է լինի ըստ էության։ Պարոն Հակոբյան, պրակտիկայում սա կիրառելի է։ Ես ասեմ էլի, պարոն վարչապետ, իրականում ես շատ հետաքրքիր քննարկում, որի մեջով անցել ենք բավական երկար ժամանակ, ու երկու տեսակետ է եղել սեղանին։ Կապել հարկերի վճարման հետ կամ իր շրջանառության հետ, թե թողել կոշտ շեմեր, այսինքն հստակ թվով։ Տեսեք, միջազգային փորձել ենք ուսումնասիրել, գործընկերների հետ են քննարկել ու անկեղծ ասած նույնիսկ մասնավորի հետ են քննարկել, իրանց մեծ մասը համաձայն է այս մոտեցման հետ, որովհետև պետության հանդեպ վնաս տալը կապ չունի դիմացինը ավելի խոշոր է, թե միջին է, թե փոքր է։ Այսինքն պետության հանդեպ վնասի տեսանկյունից պիտի մոտենանք այս շեմին, բայց որպեսզի կոնսենսուս գտնենք այդ երկու տեսակետի միջև, ես եթե լսեցիք, հնչեցեցի նաև այն լրացուցիչ շեմերը, որ ասի եթե 2 տարի անընդմեջ է 45 միլիոն է, առանձնապես խոշորի դեպքում ասի եթե 3 տարի անընդմեջ է 50-ը դառնում է 75 միլիոն։ Այսինքն մենք փորձել ենք այդ ձևով կոնսենսուս գտնել այս երկու տեսակետների միջև, բայց աշխարհի փորձը ասում է, որ դու պետք է կոնկրետ շեմ ունենաս, որովհետև պետության հանդեպ վնասը կապ չունի դիմացինը ինչպիսի եկամուտներ ունի, էլի։ Համեցեք բնգր։ Վարչապետ, ես կարծում եմ լավ շանս է, որ այս խնդիրը պիտի լուծենք, որովհետև գործընկերները հաշվի չեն առնում կապիտալի շուկայի զգայուն լինելը, որովհետև այդ խոշոր ընկերություններում որտեղ կողապատայի նման դեպք տեղի ունենա, ենթադրենք մենեջմենտի առաջնային կամ երկրորդային օղակի գործողությունների պատճառով, մինչև քրեական գործով քննություն լինի ու պարզվի կա նման բան, թե չկա, վերջ քրեական գործառույցելը դեռ չի նշանակում, որ հանցակազմ կա, բայց դա արդեն նշանակում է, որ իր բաժնետոմսերը արժե զրկվեցին, որից եւ բաժնետիրոջն ենք վնաս պատճառում եւ ինքներս մեզ, որովհետեւ այդ արժեզրկումը բնականաբար ֆիսկալ նեգատիվ ազդեցություն ունի։ Հիմա կարծում եմ ակնհայտ է, որ այն ընկերությունը մեր հարկատուն, որը անցած տարի մեզ տվել է 5 միլիարդ հարկ պետությանը, ես կարծում եմ իր դեպքում 30 միլիոն կամ 45 միլիոնանոց ենթադրյալ խախտումը չպետք է հանգեցնի մենեջերը քրեական հետապնդում սկսելու հետևանքի, որովհետև առնվազն այդ մարդկանց ռեպուտացիոն ռիսկերը դառնում են անկառավարելի եւ ես կարող եմ վստահաբար ասել, որ մենք տենց դեպքեր ունեցել ենք։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, եկեք արձանագրենք հետևյալը, որ այս նախագծով մենք արձանագրում ենք այն կոնսենսուսը, որը մենք ջերմուկի աշխատաժողովի ընթացքում արձանագրել ենք։ Այսինքն, այս կառավարության եւ գործարար համայնքի ձեռք բերած պայմանավորվածությունն է։ Այս արձանագրենք, հիշենք, որ այս բանը լավարկումը զարգացնելու բան ունենք, անհրաժեշտություն ունենք։ Ընդ որում զարգացնելու անհրաժեշտության այս պայն խոչընդոտը ոչ թե ըմբռնման բացակայությունն է։ Այսինքն այն ինչ որ ասում ենք, դրա շուրջ մենք ունենք լիարժեք ըմբռնում։
Այստեղ խնդիրը հետեւյալն է, ինչպես ձևակերպել դա, որ ինքը իրավաբանական, տեսական եւ պրակտիկ խնդիրներ չառաջացնի, որը հակադրվի մեր ի սկզբանե ձևակերպած նպատակներին, որովհետեւ մեր նպատակը մեկը չի։ Մեր նպատակը երկուսն է, մեր նպատակը ոչ մի լումա ավել, բայց նաեւ ոչ մի լումա պակաս։ Հետևաբար, հիմա խնդիրն է նա, որ մենք կարող ենք ձևակերպել, որ ապահովի կամ ոչ մի լումա ավելը, կամ ոչ մի լումա պակասը։ Մեր խնդիրն է նա ձևակերպել նենց, որ երկուսը միաժամանակ ապահովի, դա օրենսդրական տեխնիկայի հարցա, աշխատենք, գրենք, այսինքն բանավեճ մենք չունենք։ Եկեք ձևակերպենք, որ պահին ձևակերպված լինի, եւ մենք գործար համայնքի հետ եւ իրավաբանական համայնքի հետ ունենանք կոնսենսուս, որ գտել ենք ձևակերպումը, անմիջապես բերում ենք կառավարության նիստ, ընդունում ենք, անհետաձգելիորեն ուղարկում ենք ազգային ժողով։ Այս պահին այս կոնսենսուսը գնում է, մինչև մյուս կոնսենսուսի ձևակերպումը, համեցեք։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ։ Երբ ավելի հստակ ասեի, որ հենց այդպես էլ աշխատել ենք իրենց հետ եւ վերջին մեր ընդհանուր քննարկման ժամանակ, որտեղ նաեւ մեր գործարար համայնքը ներկայացնող շատ ներկայացուցիչներ կային, այդպես էլ պայմանավորվել ենք։ Ինչի շուրջ արդեն կա համաձայնություն, չենք հետաձգում, որովհետեւ արդեն 6 ամիսա քննարկել ենք։ Այսինքն հարցեր կան, որ գտել ենք ձևակերպումները, հարցեր կան, որ շարունակում ենք խոսել դրանց մասին եւ ուզում ենք հասկանալ ինչպես գրել։ Եվ որոշեցինք չհետաձգել, ինչ որ պայմանավորվել ենք, սա հիմա անում ենք։ Մի բան էլ ենք քննարկել, պարոն Գրիգորյան, այդ կապակցությամբ։ Բեկի հետ խոսել ենք այն մասին, պարոն վարչապետ, որ օրինապահ հարկ վճարողի կարգավիճակը պետք է նյութականացվի։ Այսինքն, եթե մենք այսօր խոսում ենք, գնում ենք ասում ենք օրինապահ հարկ վճարողը 5 միլիարդ դրամ է վճարել, որ չմտնենք այդ 5% ավել պակասա վճարած եւ արձանագրված խախտումների քանակը, մինչև այդ ստատուսը իր վրայից չենք վերցնում, իր նկատմամբ այլ մոտեցումներ են կիրառվում։ Այս բոլոր մտքերը հիմա շարունակում են մնալ քննարկման մեջ եւ մենք պայմանավորվել ենք, որ ամռանը կշարունակենք աշխատել, աշնանը, եթե տեսնենք արդեն բյուրեղացած տեսակետներ կան, որին մենք համոզված ենք, որ կարող ենք գնալ առանց վնասելու, սա շատ կարևոր է։ Մենք գնալու ենք նաև այդ ճանապարհով։ Մենք հետեւաբար, բայց նաև ինչ որ պարոն Գրիգորյանը ասեց, ազգային ժողովից էլ է հնչել, պարոն Թունյանը եւ մեր աշխատանքային քննարկումների ժամանակ եւ նաև նախարարական կոմիտեի նիստի ժամանակ այդ տեսակետը ասել է, որ ինքն էլ է դրա անհրաժեշտությունը տեսնում եւ մենք տարբերություններ կարծիքների չունենք։ Ուղղակի պարոն վարչապետ, մենք այստեղ շատ կարևոր բաներ ենք անում։ Եվս մեկ անգամ 3 հարց, որ արդեն պարոն Հակոբյանը նշեց, ես կրկնեմ էլի, որ այս փաթեթի այն դրական ազդեցությունը, որ շատ մեծ է, երևա, երբ որ մենք նախնական հաշվարկների հիմքից հեռանում ենք, էլ ՊԵԿ-ը ոչ մի նախնական հաշվարկով հաղորդում չի տալիս, սա նշանակում է 70% դեպքերը այսօրվա, որոնք որ բավարար հիմնավորվածություն չունեին առերևույթ, էլ չեն գնալու քննչական կոմիտե։ Այսինքն ամեն 100 դեպքից 70-ը չի գնալու, 30-ը քննարկվելու է։ Եթե 30-ի շեմն էլ նայենք, այն որ 10-ը դառնա 30 կամ 45, ինչպես պարոն Հակոբյանը նշեց, այդ 30 դեպքից 15-ն էլ դուրս կգա։ Այսինքն մենք մոտ 10 անգամ կրճատում ենք քրեական հաղորդումների քանակը կամ այն մարդկանց քանակը, ում հետ հետագա վարչարության ժամանակ պիտի պարզենք, մարդը ինչ որ բան սխալ է, այլ թե չէ։ Հաջորդ կարևոր հարցը նա է, որ մենք ծախսերն ենք կրճատում։ Եթե այնուամենայնիվ կա կասկած, որ մեկը թվացial լրացուցիչ հարկային պարտավորություններ կարող է ունենալ, այսօր մենք իրեն ինչ ենք ասում, ասում ենք բեր դրամական դեպոզիտ դիր բանկի հաշվի վրա, հատուկ բացված հաշվի վրա, սպասի քննությունը կավարտվի, եթե դու ճիշտ ես, փողդ հետ կվերցնես, եթե չէ, կմնա որպես ապահովման միջոց կամ կատարման միջոց։ Ստեղ մենք ասում ենք բանկային երաշխիք բեր, ոչ մի ծախս չես անի այդ դրամական միջոցները բանկից վարկ վերցնելու եւ այդ հաշվի վրա պահելու համար, կամ գնա պետական պարտատոմս վերցրու, այդ բոլոր եկամուտները այդ ամիսների ընթացքում, որ այդ քննությունը գնա, քո օգտին են հաշվարկվելու։ Այսինքն այն հիմնական բողոքը, որ բիզնեսն ունի, ասում է, ես ծախս եմ կրում ձեր վարչարության պատճառով, ասում ենք, էլ ծախս կամ չես կրելու, եթե պարտատոմս ես բերել։ Այո, եկամուտները ունենալու են դրամական միջոցներով, որոնք կարող է չունենալ։ Դե պարոն Գրիգորյան, մենք անում ենք այն, ինչ որ տեսնում ենք, որ անում ենք չվնասելով։ Մնացածը կքննարկենք, եթե հնարավոր լինի, իհարկե կշարունակենք անել, եւ ես կարծում եմ, որ սա շատ լավ փաթեթ է այս պահին։ Այս ամեն ինչը ջերմուկում խոսել ենք։ Ջերմուկում խոսել պայմանավորվել ենք եւ իրականացնում ենք։ Հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը,
դեմ չկա, որոշումն ընդունված է։ Քննարկում ենք հարց համար 20-ը, հարկային օրենսգրքում փոփոխություն կաններ կատարելու մասին օրենքը։ Զեկուցող ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան, համեցեք։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ։ Նախագծի նպատակը ոսկեգործության ոլորտի զարգացման համար նպաստավոր հարկային միջավայրի ձևավորումը է։ Նախագծով նախատեսում է վերանայել ոսկուց եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների ավելացած արժեքով հարկման կանոնները եւ սահմանել հատուկ կանոններ։ Գործող օրենսդրության համաձայն, թեև ոսկու եւ թանկարժեք քարերի օտարումն ազատված է ավելացած արժեքի հարկից, այդուհանդերձ ոսկու եւ թանկարժեք քարերի օգտագործմամբ ստացված ոսկյա զարդի օտարումը ենթակա է ավելացած արժեքով հարկման։ Վերջնարդյունքում փաստացի ստացվում է, որ ոսկյա զարդի պատրաստման համար օգտագործված ոսկին եւ թանկարժեք քարերը հարկվում են ավելացած արժեքի հարկով։ Ընդ որում հատկանշական է այն, որ ոսկու եւ թանկարժեք քարերի արժեքը հաճախ կազմում է ոսկյա զարդերի արժեքի հիմնական մասը։ Այս պարագայում խնդիրն այն է, որ երբ ոսկեգործությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտները իրենց իրացման շրջանառությամբ հատում են ավելացած արժեքի հարկի շեմը տարեկան 115 միլիոն դրամ, իրենց կողմից շուկայում առաջարկվող ոսկյա զարդի գինը ավելացած արժեքի հարկով պայմանավորված կտրուկ աճում է եւ ոսկյա զարդը գնային առումով դառնում է ոչ մրցունակ։